Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է յուրաքանչյուր ուրբաթ փորձագետների եւ քաղաքական մեկնաբանների հետ միասին վերլուծում ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Ողջույն, պարոն Աբովյան, շնորհակալ եմ մեզ ինկարվելու համար։ Նախքան սկսենք պայթեցնել, քանի որ նախորդիվ խոսում էինք խաղաղություն ասված միֆը այս իշխանության, կուզենայի նաև զուգահեռներ անցկացնենք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ինչու՞ չէ Հայաստանի վարչապետ Փաշինյանի գործելավոճին, այս նույն համատեքստում խաղաղություն ասվածի, էլի, այդ խաղաղության Նոբելյան այդ մրցանակը փափագող Թրամփը հիմա տեսնում եք ինչ անում է, որ սենց ինքնագովեստով էր զբաղված տարեսկզբից սենց միանգամից քանի խաղաղություն եմ կնքել, տեսեք ինչ եմ արել, բայց հիմա լավ եմ անում Իրանի վերջը պետք է տամ, մի խոսքով իմ ուզածով պետքա լինի ու բայց գիտենք, որ նրան impeachment-ա սպասում։ Իրականում արդեն երևի երկրորդ impeachment-ը իր պաշտոնավարության կլինի։ Հիմա մեզ մոտ Փաշինյանը ամեն քայլի ասում է խաղաղություն, ինքը խաղաղության ղեկավարն է, որ մենք Հայաստան չունենք, հիմա ունենք, որ Ղարաբաղը մեր նախոսույթը արդեն այդ վաղուց կրկին պատերազմի մունետիկ է։ Մի խոսքով դուք հրահրում եք պատերազմ ընդդիմություն, եթե ուզում եք պատերազմ ժողովուրդյան սիրով գնացեք ընտրեք ընդդիմություն, այսպես հանգիստ էլի իր ոճի մեջ։ Հիմա կարող ենք փաստել, որ թե Դոնալդ Թրամփը, թե Փաշինյանը խաղաղության հռետորաբանությունը օգտագործել են որպես քաղաքական sense ոչ միայն PR-ի, այլև sense ինքնապաշտպանության գործիք, sense չոր խաղում են դրա վրա ու ոչ թե ռազմավարական իրականություն է, էլի դա այս պահին։ Համեմատություն անցկացնելուց պետք է ֆիքսենք հետևյալը, որ ցավոք վերջին տարիներին աշխարհում տրենդ է, հա, sense ձևավորվել, երբ որ իշխանության գալիս են ծայրահեղ պոպուլիստները եւ գալիս են մարդիկ, ովքեր ըստ էության կրկեսի են վերածում թե ներքին քաղաքականությունը, թե արտաքին քաղաքականությունը։ Եթե խոսում ենք Տրամփի մասին, ապա գիտեք, Միացյալ Նահանգները այն պետությունն են այնուամենայնիվ, հա, որի ղեկավարը այո, կարող է իրեն թույլ տալ, հա, այն ինչ ինքը թույլ է տալիս, որովհետև այո, ակնհայտ աննորմալության կանխավարկածը չպետք է դնենք մի կողմ։ Այնուամենայնիվ, որովհետև մի մարդ, որ առավոտից երեկո ինքն իրեն գովազդում է, հա, ինչ պոստեր ա գրում իրար հակասողի միջայլոց հիշեք, եթե չեմ սխալվում, ամսի 11-ին հա գրել էր պոստ գալիս է Իրանի ոսկե դարը, մենք հեսա կստորագրենք չգիտեմ ինչ, 20 րոպե հետո գրում է ես կոչնչացնեմ, հա, ցիվիլիզացիան եւ այլն, այստեղ քննարկել կարելի է շատ երկար, բայց նկատել եք, որ այսպես կոչված ազատական կամ ժողովրդավարական ճակերտներում, պետություններում հիմնականում այնպիսի մարդիկ են գալի, քաղաքական ֆրիկ են իրենց համարում։ Օրինակ նույն Արգենտինայի նախագահ Մյուրեյը, որը Սուպերմենի շորերով վազվզում ճվճվում էր բան եւ այսօր Արգենտինան բավականին ծանր իրավիճակում է, առհասարակ քաղաքականությունը չի սիրում գիտեք, խառը-խշտիկ ինչ-որ ապուշ բաներ, առհասարակ, հա, սա ոչ Տրամփին է վերաբերում, ոչ Մյուրեյին, ոչ հա, որովհետև մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ օրինակ նույն Տրամփը, հա, իր այդ, չգիտեմ, իբր խաղաղասիրական քայլերով ըստ էության հասցրեց իրավիճակը այն մակարդակի, որ այսօր երկրագունդը կանգնած է թե տնտեսական ճգնաժամի առջև հաշվի առնելով Հորմուզի նեղուցում, հա, տեղի ունեցող իրադարձությունները կամ իրադարձությունների բացակայությունը եւ օրինակ շատ քիչ է խոսում դրա մասին, բայց նույն պատերազմը Իրանում, Իրանի դեմ արդեն իսկ բերել է մի իրավիճակի, երբ որ կարելի է վստահաբար ասել, որ աշնանը համաշխարհային մակարդակով սպասվում է պարենի խիստ պակասություն, քանզի օրինակ նույն պարատանյութը, հա, երկրագնդի 40% պարատանյութը մատակարարվում էր նեղոցով, այսինքն արտադրում էին, հա, այդ պարատանյութը եւ 2 միլիոն տոննայից ավել պարատանյութ ուղղակի չհասավ, հա, այդ այն երկրները շուկաներ, որոնք արտադրում են օրինակ ցորեն, հա։ Այստեղ կարելի է իհարկե տարանջատել
Ռուսաստանին, կարելի է տարանջատել Կանադային, կարելի է տարանջատել, որոնք պարարտանյութ են արտադրում եւ ցորենի հիմնական արտադրողներն են, բայց այնուամենայնիվ արդեն իսկ կան կանխատեսումներ միջազգային պարենային ֆոնդի կողմից, որ այո, մենք աշնանը ունենալու ենք կտրուկ առհասարակ առաջնային մթերքի պայմանական զամբյուղի թանկացում Հայաստանին, ես կարծում եմ Հայաստանին այսօրվա դրությամբ, դա չի սպառնում, քանզի Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է եւ ըստ էության այդ ամենը մենք գնում ենք ԵԱՏՄ-ի ներքին գներով, մենք դրա մասին կխոսանք, սրանց այդ տրանգիները խաղաղության ներքո։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա եթե խոսենք Փաշինյանի խաղաղության կոնցեպտի մասով, իհարկե ստում են, իհարկե խաղաղության նույնիսկ նշույլ չկա, որովհետև օրինակ ամենակարևոր արգումենտը խաղաղությունը բերել ենք եւ հաշվի առնելով քաղաքագիտական առումով, ընդգծում եմ ֆիզիկական չէ, քաղաքագիտական առումով այն շիզոֆրենիան, որը տիրում է, մենք ունենք մի Հայաստանում նկատի ունեմ, մենք ունենք մի իրավիճակ, երբ որ օրինակ նույն Փաշինյանը ասում է վերջ խաղաղությունը բերել ենք, 15 րոպե հետո ասում է, եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ Մեկը մի հատ հարց տասի, ասուտ մեռնեմ, բա որ խաղաղություն ես բերել, ոնց կարա լինի պատերազմ, որովհետև եթե պայմանական խաղաղությունը, ինքը կապ ունի անձի հետ, ապա դա խաղաղություն չի, ոչ մի պարագայում եւ չի կարող լինել խաղաղություն։ Ասեմ ավելին, ներկայիս իշխանությունները բոլոր նախապայմաններն են ստեղծում Հայաստանի շուրջ էսկալացիայի եւ պատերազմի գեներացման համար, հենց իրենք են ստեղծում։ Պրիմիտիվ շանտաժ է ավելի։ Այո, դե ես ցավում եմ, որ մարդկանց սրանք էլ չունեն ոչ մի արգումենտ, բացի ուղակի շանտաժից եւ գիտեք խաղաղության իրենց թեզի ամենաջախջախիչ էլեմենտներից մեկը նա է, որ օրինակ երբ որ Գագիկ Ծառուկյանը առաջ մղեց երաշխավորված խաղաղության կոնցեպտը, որը իր մեջ ներառում է խաղաղությունը, որը կառուցված է որոշակի մի ճարտարապետության ներքո քաղաքական առումով, որը երաշխավորված է, ապա իշխանությունը կատաղի դեմն ելավ, ասեց ինչ երաշխավորված խաղաղությունը, հասան գիտեք այնպիսի հիմարության, որ ասեն երաշխավորը Ադրբեջանն է, դա ոնց որ ասեին, որ օրինակ Օսմանյան կայսրության ժամանակ հայերի անվտանգության երաշխավորը Էնվեր Փաշանը, մոտավորապես նույն տրամաբանության մեջ է, մի փորձեք փնտրել տրամաբանություն, խաղաղության խոսույթը իշխանության համար նախընտրական ընդհանրապես գործիք է, որը իրենք չգիտեմ, աղերցելով, աղաչելով ժամանակավոր ստացել են Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից, այն Թուրքիա եւ Ադրբեջանի, որը կոնցեպտուալ, դոկտրինալ, դե լավ, սենց ասեմ, ֆունդամենտալ տեսլական ունի Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման եւ երբ որ մենք խոսում ենք խաղաղության մասին, երբ որ իրենք վախեցնում են, տենց ասում են երկգլխանի հրեշ, բան չէ, ընդդիմության այդպես։ Այո, եռագլուխ հրեշը Էրդողան, Ալիև, Փաշինյան հրեշն է, իրականում, որովհետև երեքն էլ ըստ էության վարում են այն քաղաքականությունը, որը ուղղակի ֆիզիկապես վտանգում է Հայաստանի Հանրապետությանը, ասեմ ավելին, ֆիզիկապես վտանգում է նույնիսկ այն մարդկանց, ովքեր այսօր ի զարմանս կան, շատ սակավ են, բայց կա այդ թիվը մարդկանց սատարում են իրենց։ Այսինքն ոչ adekvat քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք, ինքը ըստ էության խրախուսում է Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ռիսկերի եւ վտանգների գեներացում։ Ինչ ուզում են կարան ասեն, մենք Այսինքն էսկալացիան անխուսափելի է, եթե անգամ զգան, որ պարտվում են, այդ պարտության ֆոնին, դες հստակ հայտարարեցել, որ սեպտեմբերին պատերազմ կարող է լինել։ Չէ, տեսեք, ինքը ինչ է ասում, ինքը ասում է սեպտեմբերին կարող է պատերազմ, եթե մենք չլինենք եւ եթե չվերցնենք սահմանադրական մեծամասնություն, ինչի համար է ինքը ասում։ Մեր արժեվ դնում են ըստ էության իշխանությունները հետեւյալ երկընտրանքը կամ էվտանազիա, այսինքն նարկոզի տակ երկրի ոչնչացում, երբ որ համերգներ, ուրախություն եւ այլն, բայց երկիրը վերջանում է։ Կամ արագ, այո, կարելի է դեմն առնել, վստահաբար դեմն առնել եւ էսկալացիայի, ասենց ասենք, չեզոքացումը ինքը իրականում հնարավոր է եւ հնարավոր է
բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության ներքո։ Երբ որ դուք նշեցիք Արցախը, որ ասում են Արցախի երզիկ, այստեղ մենք ձեր սեղանին գիրքը գրած է հայոց զորքը կազմավորումը Արցախում Զինուժը 1722-1735 թվականներին։ Այս գիրքը, համաձայն իշխանության նարատիվների, պատերազմի սենց ինչ-որ խրախուսող գործընթաց է, այսինքն պատերազմի խրախուսող գործընթացը այս իշխանության տարածքների հանձնումը, թուրքական մուղամիտակ տարենգի պարելը չի, արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը չի, որի մասով մի հատ ծպտունները դուրս չի գալի, վախենում են ըստ երևույթի։ Դու մեկ-մեկ ինչ-որ բաներ ասում ագնեն, բայց այդ ինչ-որ բաները առ ոչինչը, այսինքն իրական վտանգներ չեն դիտարկում, մտածածին մարդկանց վախեցնելով եւ շանտաժի ենթարկելով վտանգներ են գեներացնում, այս պարագայում այո, իշխանությունը գործում է դասական կոլոբրոցիանիստական, ասենք ասեմ, կառույցի ներքո, այսինքն մի կառույցի, որը կամա հասկանալով թե չէ, կապ չունի, հասկանում են թե չէ, չնայած ես համոզված եմ, որ հասկանում, բայց չխախտելով անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ իրենց քաղաքականությունը բերում է եւ շարունակելու է բերել Հայաստանի Հանրապետության կազմաքանդմանը, քանզի խաղաղությունը իրենք ինչ են ասում։ Ասում են օրինակ սահմանի բերանը չեն կրակում, չէ՞, տեսեք խաղաղությունը, կամ մենք զոհեր չունենք, այլ խոսք, որ զոհեր ունենք բանակում, ընդամենը մեկ ամսվա ընթացքում, այո, երկու մեր լույս տղեկից, այո, սա մեկ, երկրորդը ինչի համար էր Ադրբեջանը կրակում սահմանի վրա, օրինակ, ինչի համար, շատ բարձ պատճառով ստանալ ինչ-որ մի բան, եթե սրանք ինչ կա չկա տալիս են, էլ Ադրբեջանին կրակելը իմաստը որն է, այսինքն սա խաղաղություն չի, դա գիտեք ինչի է նման, որ բոլորի տնից հեռու, կրկնեմ, բոլորի տնից հեռու, քաղցկեղով հիվանդ օրինակ հարազատին, ոչ թե բուժեն, այլ բերեն ասեն հարազատ, էսա, քեզ ցավազրկում ենք եւ օրինակ նոր բոթասներ են քեզ բերել, կոշիկներ են բերել, ուրախացի։ Դե հա, մարդը չի զգում ցավ, մարդը ունի նոր կոշիկներ, ընդ որում պարտկով առած եւ այդ պարտքը չգիտեն ոնց են տալու էլի մեր վզինը։ Հասկանում եք, այնքան ակնհայտ է սրանց պրավալը։ Ամեն դպրոցի դեմը 68 անգամ սելֆի են անում, բայց իրանք չեն ասում, որ այն երեխան, որ այդ դպրոցում սովորելու է, ինքը արդեն սրանց թեթև ձեռքով պարտք ունի իր վրա, մի քանի $1000։ Ձեռ եք առնում ձեզ։ Բանաբույվան քաղցկեղացի քիշեցի երեք եթե լսել եք իհարկե Արժեն Փաշինյանի ելույթը, որ ասաց քաղաքացին ալերգիա ունի արդեն այս իրավակարգից, այս արդարադատության համակարգից, արդարություն չկա, արդեն քիմիաթերապիան չի օգնում, պետքա վիրահատենք մեր արդարադատությունը, ինչ որ արդարության փնտրտուքների մեջ է, դրա մասին ինչ կասեք։ Մեկ էլ մի բան էլի, այդ որ Պողպատե մանդատը հիշեցնում, որտես Պողպատե մանդատ, բայց ես չի հիշեցնում Ալիևի երկաթե բռունցքը հենց 20 թվականից սկսած։ Այն որ իրենք զույգով են աշխատում, չէ, ակնհայտ է, երևում է, դա գիտեք, նույնիսկ քննարկելու առարկա չի։ Որոշելա վիրահատել մեր արդարադատությունը։ Խնդիրը ինչու՞մն է, նախապատրաստվում է որոշակի, չնայած սահմանադրությունը արդարադատության հետ ուղիղ կապ չունի, չգիտեմ, միգուցե տեղյակ չի ինքը, մեկը լներ կողքից բզեր ասել տենց չի, բայց այնուամենայնիվ այո, նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից ռեպրեսիվ ապարատի ավելի ուժգնացում, ինչի համար, որ լռեցնեն այն մարդկանց, ովքեր ցանկանում են մնան հայ։ Ստեղ խնդիրը ընդդիմադիր իշխանամետի մեջ չի, հայ մնալը։ Այսօր երբ որ մեզ ասում են Արցախի անունը մի տվեք, չէ, պատերազմ եք հրահրում, եկեք մի հատ տրամաբանական շղթա բերենք։ Ասում են մի ասեք, որովհետև Ադրբեջանը եւ այլն, չէ, այսինքն մենք չխոսենք Դադիվանքից, չխոսենք Ղազանչեցոցից, չխոսենք, Գանձասարից չխոսենք Սպանդից, Կոտորածից, չխոսենք, որ օկուպացրել են մեր տարածքները, չխոսենք, որ Ադրբեջանը դիտարկում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը որպես արևմտյան Ադրբեջան։ Օրեր առաջ Ալիևի աղջիկը Լեյլան
մի շնորհանդես էր արել գրքի, որտեղ Երևան քաղաքը, հա, հայտարարվում է հերթական անգամ ադրբեջանական տարածք, այսինքն մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մեզ ասում են, մոռացի որ դու հայ ես, միգուցե քեզ չսպանեն, բայց հավատացնում եմ ձեզ, եթե նույնիսկ ու աննորմալության կանխավարկածը, հա, առաջ քաշենք, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն թքած իրանց հոր գերեզմանի վրա, թքած իրանց պապերի գերեզմանների վրա, թքած իրանց երեխեքի ապագայի վրա, մոռանան, որ իրենք հայ են, վատ լուր ունեմ իրանց համար, թուրքը չի մոռանա, որ դուք հայ եք, և թուրքի ոտը պաչելով ոչ ոք իր կյանքը չի փրկել։ Ստեղ խնդիրը նրանում չի, որ մենք պետք է գնանք կոնֆրոնտացիայի։ Առհասարակ մենք չենք գնացել երբեք կոնֆրոնտացիայի, մենք միշտ դիմադրել ենք եւ ըստ էության այդ դիմադրությունը, որը մենք ցուցաբերել ենք մեզ ոչնչացնելու պարագայում, դիմադրել ենք, եկել են մեր տունը, մտել են, մեզ կոտորում են, մենք դիմադրել ենք, մեզ ասում են, որ դա վատ է, դիմադրությունը խուժանին, մարդասպանին, օկուպանտին, քոչվոր ցեղերի ներկայ, ինքը ջղայնացնում է, եկեք չդիմադրենք եւ միգուցե կգա մի իրավիճակ, երբ որ մենք բոլորս բան կանենք, շոր կընկերանանք կամ կբարեկամանանք նույն ադրբեջանցիների հետ։ Երբ որ այս ամենը դու լսում ես, ուղղակի գլուխդ բռնում ես, ասում ես դե լավ, ստեղ եկեք դուրս գանք, հա, անդիմություն, իշխանություն այդ տիրույթից։ Պետք է լինել ռացիոնալ եւ պետք է հասկանալ ինչի համար է Ադրբեջանը մեզ եւ Թուրքիան մեզ ոչնչացնում կամ փորձում մեր հողերը գրավել, շատ պարզ է, այդ մարդիկ եկել են հերավոր ալտալներից մի 200-300 տարի առաջ ուզում են այդտեղ ձևավորեն պետություն, մենք իրաց ճանապարհին կանգնացենք եւ մեզ պետքա կոտորեն։ Հիմա մեզ ասում են համաձայնվեք դրա հետ, այդ կոտորածը կարող է լինի ոչ թե յաթաղանով, այլ օրինակ դեմոգրաֆիկ, հա, բնակեցնելով Հայաստանի տարածքը։ Քաղաքակիրթ կոտորած։ Հա, սա է իրենց խաղաղության կոնցեպտը, այս մարդիկ պատերազմի հրձիք են այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման ճարտարապետներն են ըստ էության եւ այն պայմանական, հա, նախագիծը իրենց տալիս են Բաքվից եւ Անկարայից։ Պատկերացրեք, հասել ենք մի իրավիճակի, երբ որ այս իշխանության համար առաջնային թշնամին ընդդիմությունն է, ռուսն է, չգիտեմ, հա, այն մարդիկ են, ովքեր իրանց հետ համաձայն չեն։ Հայն է իրենց թշնամին։ Այո, իրենց թշնամին հայերն են։ Ես ուղղակի ապշած է, երբ որ դուրս են գալիս ունես բաներ են խոսում, ասում եմ դե լավ, մարդիկ ովքեր հիմա լսում են։ Դա իրենց միգուցե չեն հավատում այն ամենին, ինչ սրանք խոսում են, որովհետև իրականում մարդու հավատալը չի գալի։ Պողպատե մանդատ, չգիտեմ ինչ։ Հա, դե բնականաբար է, նախընտրական իրավիճակ է, իշխանությունը պետք է իր համակիրներին եւ համախոհներին նկատել եք, որ իրենք իրենց համակիրներին բոլորին հանցակից են դարձնում, իրենց բոլոր քայլերի, բոլորին, այսինքն այստեղ լրիվ մի գործընթացի են ականատես, երբ որ իրենք հատուկ հանցակից են դարձնում, ենթատեքստով ասելով այո, եթե մենք չլինենք, ձեզ ինչ-որ վատություն կանեն, վնաս կանեն հայերը եւ այլն։ Դա են իրենք ասում իրենց համախոհներին։ Ընդ որում իրենք են դիմացի մաֆիա ասում։ Այո, դա այդպես չի։ Մաֆիան ասում արդեն։ Ստեղ խնդիրը հետեւյալն է, պետք է հասկանալ Եվս մեկ անգամ, հա, հղում անեմ Գագիկ Ծառուկյանի խոսքերին, երբ որ նույն առաջարկ Հայաստանի կոնցեպտի մեջ շատ մեծ դեր է եւ տեղ է զբաղեցնում հանրային համերաշխության կոնցեպտը։ Եվ այդ հանրային համերաշխության կոնցեպտի ներքո ինքը չի ենթադրում իրականում ինչ որ բոլորը պետք է բոլորի փորը թափեն։ Բայց դրա հետ մեկտեղ, այո, պետք է մենք հստակ հասկանանք եւ հստակ ֆիքսենք առանց ոչ մի քաղաքական երանգների այս իշխանությունը ասելով խաղաղություն ի նկատի ունի Հայաստանի ապամոնտաժում։ Այս իշխանությունը, չէ, դե ֆիքսեցինք, թե չէ։ Օրբանի, Վիկտոր Օրբանի պարտությունն են, այսպես են շատ մեր որոշ շրջանակներ արդեն դրոշակի պես պահում, որ այ տեսեք, ինչ էյֆորիա էր այդ Օրբանի պարտությունից հետո, էլի մի հատ եկեք այդ հասկանանք, որովհետև տպավորությունն է, որ մտածում են հետ Օրբանի օրինակը հիմա sense շատ sense վարակիչ կլինի ու Հայաստանում էլ այդպիսի ընդդիմադիր ալիք կձևավորվի եւ քաղաքացիական պատասխանատվություն ու ժողովուրդը կգնա անպայման
Հայաստան ընտրության ու մասնակցությունը 70 քանի տոկոս էր ասել, եթե չեմ սխալվում, հա, 77% մասնակցություն, որը անգամ Հունգարիայի համար էր էլի ռեկորդային ցուցանիշ, մեզ մոտ այդ տեսանկյունից ինչ կլինի, ու շատ լավ հետաքրքիր դիտարկում էր արել էլի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, որ ասում էր չի նկատվում մի բան Հայաստանում, գլխավորն է, որ Օրբանը ճանաչում է ընտրության արդյունքը, այսինքն ինքը ճանաչում է, ինքը հասկանում է, որ ինքը պարտվել է եւ ասում է ես գնացի, ձեզ հաջողություն, ասում է կներեք էլի, որ դիկտատորն է ասում, ես գնում եմ հաջողություն, թեկուզ եւ 20 տարի ղեկավարել է երկիրը, օրինակ է բերում անգամ Մերկելին, հա, մոտ 20 Մերկելին է օրինակ բերում, ասում է ինչ Մերկելն էլ էր բռնապետ։ Հիմա եկեք հասկանանք այդ բանաձևի այսպես գալիք ուրախությունը, որ մտածում եք մեզ մոտ էլ կարող է այդպես լինել, դուք երևի ընդդիմադիր դաշտի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը որպես դուք էլ կտայիք այդ նույն գնահատականը ու նույն կերպ տեսեք մի քիչ կոռեկտ չի Հունգարիան համեմատել Հայաստանի հետ։ Դա շատ է ինչ ես ասեմ ինչ եմ տեսել եք ինչ դաշտում է կատարվում էйֆորիան։ Այնտեղ բավականին երկար ժամանակ գեներացվում էին, հա, ընդ որում ոչ թե ընդդիմադիր ուժերի կողմից, մասնավորապես Մադիարի, հա, նոր ըստ երևույթի վարչապետի, որը ընտրվելու է մի 20 օր հետո, այլ գեներացվում էր մի իրավիճակ, երբ որ հունգարացիները ամեն մեկը, հա, կլինի դա իշխանամետ, կլինի դա ընդդիմադիր, հասկանում էին, որ իրենց քվեն, իրենց ձայնը ամենակարևոր գործոնն է։ Ես ավելի քան համոզված եմ, որ եթե լիներ Հունգարիայում ավելի ցածր մասնակցություն, օրինակ 40-50%-ի պարագայում, ապա այդ պարագայում Օրբանը կհաղթեր, սա մեկ, եւ երկրորդը կասկածների դեպքում, որտեղ Օրբանը ջախջախել էր ուղղակի այնտեղ ամբողջ իրավական համակարգը իրականում։ Օրբանն էլ դե հաշվի առնելով իր ասենք ասենք հակասական կերպարը, որտեղ ես անձամբ Օրբանին համարում եմ խորին համոզմամբ մի մարդ, որը իրականում մեր հանդեպ թշնամական քաղաքականություն էր վարում։ Այդ էմոցիոնալ ֆոնը բոլորս գիտենք։ Չէ, էմոցիոնալ չէ, շատ պրագմատիկ, հա, Հունգարիան մեզ թշնամական պետություն էր, Օրբանը դե լավ Հունգարիան չէ, հունգարացիները։ Հա, Օրբանը կոնկրետ, որովհետև հա, եւ այստեղ այնիշ մենք տեսանք տրամաբանական էր, երբ որ քվեարկում է 77%-ը դեմ կամ 70%-ը դեմ, դու չունես ոչ մի մեխանիզմ այդ մարդկանց դեմն առնել։ Օրինակ դու սա գալի ասում ես օրինակ չեմ հեռանում։ Հա, այդ 70%-ի մեջ բանակը չկա, ոստիկանները չկան, ուժային կառույցները չկան, այսինքն այն կառույցները, որոնք յուրաքանչյուր բռնապետական համակարգի հենքն են, այսինքն ինքը հասկանում է, որ 77%-ը ընդհանուր, հա, առումով իրան ասում են գնա տուն։ Հիմա նույնը այստեղ ինչի համար է ասվում։ Մենք ոնց ենք ասելու գնա տուն։ Տեսեք, ստեղ խնդիրը հետևյալն է, ոչ թե տուն, բանդ, չգիտեմ, հա, ներողություն, պադյեզդ գնա, հա, ստեղ պետք է ավելի խորքային նայել։ Հարգելի հեռուստադիտողներ ջան, երբ որ մարդիկ ասում են գնացեք ընտրության, տեսեք, ես հիմա կարող եմ մի տարօրինակ բան ասեմ, բայց խնդրում եմ ուղղակի հասկանալ։ Տեսեք, ակնհայտ ֆիքսում ենք հետևյալը, Հայաստանում ակնհայտ լարված իրավիճակ է, մեկ, երկրորդը ակնհայտ բացարձակ մեծամասնությունը ժողովրդի հասկանում է այս իշխանությունը ովքեր են եւ որ իրենք վտանգ են ներկայացնում երկրի համար։ Ստեղ խնդիրը հետևյալն է, մարդիկ պետք է հասկանան, որ եթե իրենք վտանգ են ներկայացնում Հայաստանի հանդեպ, իրենք վտանգ են ներկայացնում պայմանական առանձին ամեն մարդուն, իրենց աշխատանքին, իրենց կյանքին, իրենց իրավունքներին։ Ոնց հասկացնենք։ Շատ պարզ։ Չէ, մարդիկ հասկանում են, ստեղ խնդիրը նա չի մարդիկ հասկանում են։ Ոչ, ասեմ ձեզ, Ժորժ ջան, երկու հիմնական թեզ համար 1 խաղաղության սուտ, շինծու խաղաղության մասին խոսեցինք դնում ենք մի կողմ, երկրորդը եթե ուզում ենք ապրել Հայաստանում, ունենալ երկիր, ապա դուք պետք է գնաք եւ քվեարկեք։ Այո, պետք է։ Եվ չգնալ չքվեարկելը դա ըստ էության համաձայնվել
դե լավ է Փաշինյանին գնում են մի կողմ, Ալիևի եւ Էրդողանի այն նարատիվների հետ, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջանը համաձայն եք դրա հետ, եթե չեք գնում, ուրեմն դուք համաձայն եք։ Այդ դա պետք է լինի ֆունդամենտը։ Չէ, միանշանակ, որովհետև տեսեք, կամա այս իշխանությունը իրան այն իրավիճակի մեջ ա դրել, որ միակ երաշխավորը իրենց մնալու դա Թուրքիան եւ Ադրբեջան, չկա այլ մի երաշխավոր, ընդհանրապես չկա։ Եվ երբ որ իրենց, տենց կիսա հիստերիկ ինչ-որ ցնցումների մեջ են ընկնում, իշխանությունները, պետք է հասկանալ միայն մի բան, ինչի համար են ընկնում, եթե իրենք այդքան համոզված են, որովհետև մի գործոն էլ կա, որ ասում են, դե գնանք, չգնանք, ոչի բան չի փոխվի։ Չէ, Ժորժ ջան, բախեն ատես բան կներեք ինձ պատեպատ տալի, շատ պարզ պատճառով։ Իրանք գիտեն, չէ, որ թե վարկանիշի առումով, թե իրան ծառացները, ձեզ թվում է իրանք չեն հասկանում, իրանք ինչ են արել իշխանությունները։ Ձեզ թվում է իրանք չեն հասկանում, իրանք ինչ են բերել երկրի գլխին եւ ինչ են բերում։ Նզովքի չափաբաժինը, որ հասնելու են նրանց Պոնոպոլյան, ես չգիտեմ, Չէ, իրանք շատ լավ հասկանում են։ Եվ այստեղ process-ի մեջ տեսեք, գլոբալ խնդիրը իրանք լոկալ են դարձնում։ Գլոբալ խնդիրը Հայաստանի գոյության իրանք բերում են, ասում են նախկիններ, սևեր սպիտակներ, չգիտեմ, օլիգարխներ, այ Ժորժ ջան, մի հատ էլ էդի դրեք մի կողմ։ Երկուսը իրար հետ ընդհանրապես կապ չունի։ Սա գիտեք ինչ է, ոնց որ մեկը պատկերացեք նավա, նավապետը դրած հա, ասենց բանանում, ծակում է նավը, ասում են ինչ ես անում, ասում են ծակում են, որովհետև ջուրը կգա, այդ ջուրը իսկ ով ասել որ ջուրը գա ու կխորտակվի նավը։ Իսկ այն մարդիկ ովքեր ասում են, որ ջուրը, հա, ծակ նավը կխորտակվի, իրանք վատն են, օլիգարխ են, չգիտեմ, թալանչի են եւ այլն, մի հավատացեք իրանց, հավատացեք ինձ, որովհետեւ ես ծակում եմ նավը եւ ով է ասել, որ պետք է նավը օրինակ խորտակվի, այսինքն հիմար ապուշ դիսկուրսի դաշտ է ձևավորվում։ Ուղղակի ապշեցուցիչ է, գիտեք։ Եվ այո, տարօրինակ բան եմ ասում, Ժորժ ջան, ում ուզում եք գնացեք քվեարկեք, ուզում եք իշխանությանը քվեարկեք, գնացեք քվեարկեք, ուզում եք ընդդիմությանը քվեարկեք, գնացեք քվեարկեք, բայց ամենակարևորը տնից դուրս եկեք։ Թույլ մի տվեք, որ դուք նստելով տունը բերեք Թուրքին ձեր դռան դեմը։ Ինչին մենք ականատես եղանք, գիտեք, այս 100 տարվա ընթացքում։ Եվ սա է ուրիշ ուղղակի տարբերակ չկա։ Ապաթիան տալիս են դրան էլի։ Չէ, հիասթափություն, ինչից ենք հիասթափվում։ Որ ասում են ապաթիա, հիասթափություն, ապրենք էլի։ Ինչից ենք հիասթափվում։ Հիասթափվում ենք մենք մեզանից։ Կգա էլ ավելի բեթարը։ Դե նախկինների ֆոնը արդեն էլ չեմ։ Չէ, ավելի բեթարը, տեսեք, կգա ավելի բեթարը արտահայտությունը կրկին շատ նեղ շրջանակների մեջ է գցում։ Ժորժ ջան, ավելի բեթարի հարցը չի։ Այսօր ունենք իրավիճակ, երբ որ այս իշխանությունը չի ուզում, չի կարում, չեն թողում, կամովի, չգիտեմ, տանում է երկիրը դեպի ապամոնտաժում, էլ ոնց է, էլ ինչ պետք է մարդիկ ասեն, ընդ որում իրենք էլ են դա ասում։ Սահմանադրության փոփոխությունը, մի հատ մեկն ու մեկը հարցնի ինչի համար են անում։ Խաբում են, ասում են մեջը բան կա։ Տարածքային, չգիտեմ ինչ եւ այլն, անում են ուղակի ուղիղ Ալիևի հրահանգով։ Ինչի համար Ալիևին կարևոր օրինակ նույն սահմանադրությունը փոփոխվի, շատ պարզ պատճառով, մինչեւ իրավական հիմքը երկրի չքանդվի, չտրակի, ինքը չի կարող արևմտյան Ադրբեջան ձևավորի։ Բայց բացի այդ ձևավորելը, պարոն Աբովյան, հիմա ընտրության մեջ մի հատ մնանք, այդ ձևավորմանը մի հատ կանդրադառնանք էլի։ Ռուսաստանի հետ կապված, Ռուսաստան-Հայաստան, այսինքն իբրև պսևդոհիբրիդային էս պատերազմները, որ մենք մողում ենք, հետո գնում ենք էլի հանդիպում ենք, հիմա իմիջիալոց Ալեն Սիմոնյանը Ստամբուլում է, այնտեղ միջխորհրդանական վեհաժողովի, Սպուտնիկում էլ քաղաքագետ, ռուս քաղաքագետ Մարկեդոնովը ասաց, որ Ռուսաստանը իր թեկնածուն չունի Հայաստան։ Գնացեք հանգիստ արեք ձեր ընտրությունները, ինչ եք ուզում մեզանից։ Տեսեք, եթե տնտեսական եւ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից շարունակում է մնալ, ամեն դեպքում մեծ է։ Մենք ունենք այդ կախվածությունը, չենք կարող հերքել, ապա որքանով է իրականում հնարավոր այդ լիարժեք արտաքին անկախ քաղաքականությունը վարել ու նաեւ այս պարագայում էլի, որ անընդհատ sense կրակում են իրար Եվրամիություն, Ռուսաստան, Հայաստան, շատ պարզ։
տեսեք, Հայաստանը կարող է եւ դառնալու է դե եթե սրանք ես նույն չեմ էլ դիտարկում, հա, իրենց վերարտադրությունը, բայց այնուամենայնիվ Հայաստանը կարող է եւ իզորու է եւ կա մի քանի կետից մեսիջներ դառնալ կամուրջ, հասկանում եք, Եվրոմիության միջև Ռուսաստանի Միացյալ Նահանգների հաշվի առնելով այն, որ թե Ռուսաստանում, թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում, թե Մերձավոր Արևելքում հայ համայնքի հայերի արկայությունը միշտ եղել է կապող կողակ։ Ասեմ ձեզ ավելին, Խորհրդային Միության ժամանակ երբ որ կոնգրեսում եւ սենատում ձևավորում էր հայկական լոբինգը, բավականին ակտիվ հայկական լոբինգը մասնակցում էր այդ գիտեք նախնական բանակցությունների, օրինակ Միացյալ Նահանգներ, Սովետական Միություն կամ Եվրոպայի այդ այն ժամանակ Խորհրդային Միության հարաբերությունները բավականին, չեմ ասի լավն էին, բայց հավասար էին։ Այո, մենք կարող ենք դառնալ։ Այս իշխանությունը հակասությունների վրա է խաղում։ Իսկ երբ որ ասում են կախվածություն, ներողություն, մենք նավթ չունենք։ Պետք չէ ինչ-որ գազ էլ չունենք։ Հիմա ումից էլ մենք գազը ստացանք, ընկնելու ենք կախվածության մեջ, բայց այստեղ կախվածությունը ինքը չի նշանակում նեգատիվ կոնկրետ Ռուսաստանի պահով, որովհետև այո, ռուսները տալիս են մեզ գազը 4 անգամ ավելի էժան, քան օրինակ նույն եվրոպացիները կարան։ Պուտինն էլ ասաց, ես այսքանով տալիս եմ, դուք էլի դժգոհ եք։ Հասկանում եք, այստեղ խնդիրը նրանումն է, որ քանզի Հայաստանի Հանրապետության իշխանությունը սպասարկում է այլ պետությունների շահերն ու տվյալ դեպքում Ադրբեջան, Թուրքիա եւ այլն, ապա իրենց առաջնային խնդիրը մաքսիմալ թուլացնել Հայաստանի Հանրապետության իրավիճակը։ Այո, չունի Ռուսաստանը ոչ մի տեխնացու, երբեք էլ չի ունեցել։ Հակառակը Թուրքիայի արտգործ նախարար Հական Ֆիդանը ուղղակի դուրս ա գալի եւ սատարում է այս իշխանությանը։ Ջեյդի Վենսը դուրս ա գալի սատարում է այս իշխանությանը։ Հարց եմ տալի, երբ որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները սատարում են այս իշխանությանը, հաշվի առնելով իրենց հետաքրքրությունները տարածաշրջանում զուգահեռաբար հայտարարելով Ադրբեջանը ռազմավարական գործընկեր։ Հիմա ում շահերն են իրենք պաշտպանում։ Հասկացեք։ Այո, սեփական շահից ինչա դուրս գալի։ Տեսեք իրանք ինչ են ասում են, օքեյ, Հայաստանի Հանրապետության իշխանության հիմնական նպատակը պահպանել իրենց աթոռները։ Կմնա Հայաստանից օրինակ Բաղրամյան պողոտան մենակ, դա իրանց լրիվ բավարար է, իրանք պողոտայով իրանց ավտոներով կգան։ Դա չի հարցը։ Հարցը նրանումն է, որ եթե դու չես պաշտպանում քո շահերը վստահաբար խժռվում է կողքից։ Վերեցին Զանգեզուրի միջանցքը, փաթաթեցին մեր վզին, անունը դրին Թրիփ։ Փառք Աստծո, այդ Թրիփը պայթեց։ Փառք Աստծո, դու պատկերացնում եք 2 տարի առաջ, օրինակ Իրանի սահմանին ամերիկյան ենթակառուցվածք լինեն, հիմա օրներս ինչ էր հասել։ Պատկերացնում եք։ Հետագան էլ է վախենալու, որ պատկերացնում, եթե Չէ, դե ոնց կարա շարունակել։ Եթե փորձը շարունակելի, չգիտեմ։ Թրիփ, Արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների բնակեցում եւ այլն, այդ ամենը կոմպլեքս է։ Եվ այդ կոմպլեքսի նպատակը Հայաստանի կազմաքանդումն է։ Սա ես չեմ ասում, սա տրամաբանական է, Ժորժ ջան։ Սիրեք, չսիրեք ընդդիմությանը կամ իշխանությանը քարտեզ գոյություն ունի։ Մտեք այդ անտեր մնացած Google, բացեք Հայաստանի քարտեզը մի հատ նայեք։ Ես չգիտեմ արդեն էլ ինչ պետք է լինի։ Ասում ես միշտ պետք է լինի հիշեցում, այսպես կարմիր գծով հիշեցում, որ հասկացեք, դուք գնում եք ընտրեք կամ Էրդողանին կամ Ալիևին։ Չմիանշանակ։ Շատ պարզ, ուղղակի։ Տեսեք, դուք գնում եք ըստ էության քվեարկությունը լինելու է հետևյալը, կամ Հայաստանի Հանրապետություն, կամ Արևմտյան Ադրբեջան։ Հիմա կարող է մարդ կա, հայերից ուզում է ապրի Արևմտյան Ադրբեջանում, չգիտեմ ես։ Վստահաբար չէ, տարբեր տիպի մարդիկ կլինեն։ Չեմ կարծում, բայց ամեն դեպքում հա, չենք։ Չէ, ես ինչի համար եմ սա ասում։ Չէ, ես ինչի եմ ասում, որովհետև իմ հետ հաճախակի փողոցում խոսում, վայ, ոյ, ադրբեջանցիների հետ ապրել ենք, ես ինչ որ սովետ են հիշում։ Իրար հետ կանաչ ենք խոտել։ Ահա, եւ Նախիջևանը եւ հայաթափվեց Խորհրդային Միության ժամանակ։ Էլի նվիրեցին էլի։ Չէ, դե ինքը Խորհրդային Միության ժամանակ 60-ական 70-ականներին հետևողականորեն առանց ոչ մի կրակոցի շատ sense հետևողականորեն հայթափեցին Նախիջևան։ Դե Արցախն էլ չասեց, առանց մի կրակոցի մի օրում ասում Արցախը հետ բերեցին։ Ուղղակի սարսափելի է, հասկանում եք։ Նույն ոչ։ Ես չեմ հասկանում ինչի մարդիկ չեն հավատում այդ կանխատեսումներին, որոնք այնքան ակնհայտ են։ Ժորժ ջան,
աշխարհը պայթի, տրաքի, չգիտեմ, ինչ ուզում եք ասեք, մածունը սպիտակ է։ Վերջ, այսինքն աշխարհը պայթի, տրաքի, Ադրբեջանը ունի հավակնություններ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ եւ Ադրբեջանը հետաքրքրված է, որ այս իշխանությունը մնա։ Հետևաբար, ինչի է Ադրբեջանը հետաքրքրված, որ այս իշխանությունը մնա, որ իրականացնի իր վերջնական նպատակը, իսկ այս իշխանության համար մի օր ավել մնալն են երկիրը վարի կտան։ Իրանք պատրաստ են դա անել։ Լուրջ դեմքով, գիտեք, դուրս են գալին այս բաներ են խոսում։ Արցախ ասում եմ, մի ասեք, Արցախի դրոշը բարձրացնում եք, բան եք, պատերազմ եք ուզում։ Դպրոցի տնօրենը ինչի դուրս եկավ, դե Արցախի անկյունու Արցախի դրոշ կար դրան։ Հրաժարվել էր հանի Արցախի դրոշը։ Տեսեք, եթե դու կրկնեմ, մոռանում ես, ով է քեզ կոտորե, ով է քո տունը զավթը, ով է նպատակ դրե քեզ վերջնականապես կոտորել, ապա վստահ եղիր, որ դա կրկնվելու է։ Ասեմ ձեզ ավելին, այս իշխանության ամենամեծ նենգափոխություններից մեկը գիտեք որն է։ Երբ որ մեզ են մեղադրում, այս իրավիճակում, այսինքն ասում են դուք եք մեղավոր ժողովուրդ, որ օրինակ դիմադրում եք, երբ որ ձեզ կոտորում էին, մի դիմադրեք եւ ձեզ չեն կոտորի։ Սա են ասում։ 15 թիվը չէ, սա նույն է Արցախի պատմությունը։ Դա էլ էր տենց, երևի դրա համար մոռացության եք մատնում դա։ Այո, մոռանանք ամեն ինչ, սկսենք 0-ից եւ այլն, ախր հասկացեք։ Զոհի կերպարից դուրս գանք, էլ սուկ չլինի, ոչ մի։ Զոհի կերպարից դուրս գալը որն է։ Ձեր ասած էվթանազիայի մեջ ենք եղել։ Մենք երբեք զոհի կերպարում չենք եղել։ Մենք եղել ենք ընդհանրապես դիմադրողի կերպարում։ Մեզ ասում են մի դիմադրի, կեր խմի ամեն ինչ լավ կլինի։ Ասում են Եղեռնի պահով ասում են զոհի կերպարից եկեք դուրս գան, գենետիկորեն մեկ զոհի կերպարի մեջ ենք։ Զոհի կերպար չի, զոհի կերպարի մասին չի խոսքը գնում։ Զոհի կերպարից դուրս գանք։ Բա որ զոհի կերպարից դուրս գանք, հա, եկեք դուրս գանք, Նեմեսիս հատուկ գործողության օրինակ հերոսների նկարները կպցրեք բոլոր դպրոցներում։ Եկեք զոհի կերպարից դուրս գանք։ Հա? Ինչի՞ չեք անում։ Չէ, նժդեհն էլ ահաբեկի չէ։ Ըստ Ալիևի։ Կարողա բան, չէ, տենց Էրդողանը ու բանը տենց մատով թափ տան վրա։ Խայտարակություն, գիտեք, ուղղակի զզվելի է։ Անուն տանք, թե չէ, հետո էլ երևի չեն կանալու, չգիտեմ արդեն։ Իսկ եթե այսպես համադրենք իշխանություն, ընդդիմություն, ընտրության շանսերի գնահատում անենք, որովհետև ամեն դեպքում էլի սոցհարցումների արդյունքում պատկեր կա, որ ՔՊ-ն 50+ չի հավաքելու։ Վստահաբար 40+ էլ չի հավաքելու։ Շատ լավ կլինի որ 40+ էլ չհավաքի, բայց հիմա տեսեք այդ ընդդիմության ապակենտրոնացած վիճակը թեպետ հիմա ավելի շատ զգացվում է այդ կենտրոնացումը։ Տեսեք, ավելի լավ իրավիճակ է 21 թվականին, երբ որ ժողովուրդը շոկի մեջ էր։ Ուզում էի հենց այդ համեմատենք 21-ի հետ համեմատենք։ Չէ, ավելի լավ իրավիճակը, որովհետև մարդիկ շոկից դուրս են եկել, որովհետև մարդիկ հասկանում են, որ 21 թվականին իրանց խաբել են Ժորժ ջան։ Մեզ, ձեզ, բոլորիս խաբել են։ Բացեք կառավարության ծրագիրը, հիշում եք, Շուշի էին հետ բերում, դուս են գալիս ճաղում էին իրանց մեջտեղից, մեր գերիները թող։ Մեր ծրագիրը մենք ամբողջությամբ տերենք մեր ծրագրին, մենք սա իրականացրել չի։ Մենք էլ բան ենք, չէ՞, տենց կներեք, դելով չեմ ուզում համեմատություն տենց։ Միամիտ բանն է, Պողոսներն ենք, որ տենց գան հա։ ԿՊ պատգամավորներից մեկն էլ կներեք, ասեց երեք ես շատ կուզեմ, ասում եմ, որ սահմանադրության տեքստը լինի այնպիսի տեքստ, այնքան կարճ, sense պարզ, որ ժողովուրդը ծայրից ծայր կարդա այդ սահմանադրությունը ու հասկանա, էլի ժողովրդի, ասենք, մտավոր կարծում չի հասկանում, հա, իրենք կարծում են ժողովուրդը չի հասկանում, էլի կասկած գլուխները պատով են տալի։ Ժողովրդի մտավոր կարողություններ դե ասում գլուխները պատով են տալի։ Իսկ հետարքիր այդ պատգամավորին կարելի էր հարցնել, այդ որ ուզում եք սահմանադրություն գրեք նոր, թուրքերեն է լինելու թե հայերեն։ Մի հատ կարելի էր հարցնել, էլի, ու որ ժողովուրդը պետք է հասկանա։ Այդ աբսուրդի ժանրը անընդհատ այնքան շարունակական է, պարոն Աբովյան, ես չգիտեմ որ մեկ էլ ասեմ, որ ժողովուրդը այն ինչ արել է այս իշխանությունը, իրենք գիտեն ինչ են արել, իրենց համար իշխանության մնալը դա կենսական, ինչպես իրենք են կարծում, նշանակություն ունի, կխաբեն, կասեն, կբռնեն, ինչ ասես չեն անի, որովհետև այն հարվածը, որ իրենք ամենօրյա ռեժիմով տվել են առհասարակ հայկական աշխարհին,
ոչ մի թուրք ու ադրբեջանցի, ոչ մի թշնամի չի բերե մեր գլխին այն ինչ բերեց այս իշխանությունը։ Եվ չի եղել, հասկանում եք, մենք որ մեկ-մեկ նայում ես, ասում ես դե լավ։ Մենք չենք տեսնում ինչա կատարում, ստե իշխանամետ, ընդդիմադիր հայացքների հարցը չի, դնենք սաղ մի կողմ։ Ժորժ ջան, մեզ դրել են մի իրավիճակի մեջ, երբ որ մեզ հետ խոսում են երկու դրույթների վրա հենվելով։ Տեսեք, չգիտեմ, դե Թալանչի նախկին բան ինքը արդեն չի աշխատում, այդ են փորձում առաջ տանել եւ երկրորդը երագլուխ բան հրեշն է։ Այո, եւ երկրորդը շանտաժի։ Փոքրիկ խմբակ, երագլուխ հրեշ, շանտաժ, պատերազմ։ Շանտաժ։ Պատերազմ կլինի։ Եթե իրենք չընտրվեն։ Բա որ Աստված ոչ անի 1000 անգամ հետները մի բան եղավ։ 1000 անգամ հերու չկարողացան օրինակ կառավարեն երկիրը, ինչ ա լինել, պատերազմ, հա։ Էդ է իրանց բերած խաղաղությունը։ Դրա համար կատաղի փրփուրները բերանը, այս մարդիկ դեմ են խաղաղությանը, որովհետև եթե դեմ չլինեին, իրանք կատաղի չէին ելնի ասին, չէ, խաղաղությունը չպետք է երաշխավորված լինի։ Հարգելի հեռուստադիտողներ, այս իշխանությունը պնդում է, որ խաղաղությունը չպետք է երաշխավորված լինի։ Իսկ եթե երաշխավորված եղավ, ապա պետք է երաշխավորը լինի Ադրբեջանը, որի վերջնանպատակը Արևմտյան Ադրբեջանի ձևավորումն է Հայաստանի Հանրապետության տեղը։ Հետևությունները թողում եմ ձեզ, դե նստեք ձեր տունը։ Քանի որ խաղաղությունով սկսեցինք, այդ պսևդո խաղաղության պահով էլ ավարտենք, պարոն Աբովյան, այս խաղաղության կամուրջ նախաձեռնության մասին եմ ուզում մի թեթև խոսենք, ամփոփենք ու փակենք հաղորդումը։ Նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը շատ կարևոր է համարում Ադրբեջանում անցկացվող երկկողմ այդ հանդիպումների շարունակականությունը քաղաքասարակության շրջանակում։ Հիմա նպաստում են խաղաղության նորակարգին ու հերթական բլա մնացած ակնկալիքների մասին չխոսենք։ Բայց որում հետաքրքիր իրենք եկան ասուլիս տվեցին, հարցեր էին տալիս, դե գերիների հարցը ինչու չեք բարձրացրել, բա բարձրացրել ենք, ադրբեջանցիների գալը շատ հետաքրքիր, որ Արեգ Քոչինյանը ասաց 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցնելու այդ գաղափարը ընդհանրապես անիրատեսական եւ քարոզչական։ Ես զարմացած էի այնպես խոսած։ Ինչ խաղա դա, ինչ են ուզում, եթե մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ներկայանալով քաղաքասարակություն, եթե իրենք քաղաքասարակություն են, ես Հռոմի պապն եմ։ Շատ տարբեր մարդիկ են։ Տեսեք, այս մարդիկ սպասարկում են Ադրբեջանի ըստ էության ռոպագանդիստական նարատիվները։ Երբ որ գնում են Բաքու եւ հաց են կիսում այն մարդկանց հետ, ովքեր սովամահի էին ենթարկում հայ կանանց եւ երեխաներին Արցախում, հետաքրքիր է ինչ են զգում այդ կտորը բողազները գնում, հա, երբ որ խոսում են, որ դե Ժորժ ջան 300,000 ադրբեջանցի տեխնիկապես հնարավոր չի բնա, իսկ 100,000 հնարավոր է։ Հա? 100,000, 50,000 հնարավոր է։ Չէ, հասկանում եք, դա շատ կարևոր է հասկանալ։ Նոր նարատիվներ ենք ստեղծում։ Այդ մարդիկ հասկացեք, իրենք տեսեք երկու հարց են լուծում, առաջինը փորձում են ամրապնդել իշխանության պնդումը, որ խաղաղություն է եւ Ադրբեջանը հետաքրքրված լինելով դրանում իրենց ընդառաջում է, եւ երկրորդը իրենք լեգիտիմացնում են Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտ, ինչ էիք խոսում, դե ինձ հետաքրքիր է, Արևմտյան Ադրբեջանի օրինակ ձևավորման մասին խոսում եք, ինչ էիք խոսում, օկուպացված տարածքներից խոսում եք, ասում եք գերիներից խոսում ենք, գերիներից կարաք դուք ձեր խոհանոցներում խոսեք, ինչ էիք քննարկում, ինչ սպանված Արցախում երեխաների, հա, բանն էիք քննարկում, ոնց է դա եղել։ Ինչն էիք, Երևանը ներողություն Իրավան դարձնելն էիք քննարկում, դուք ինչ եք քննարկում։ Այն կողմը դիտարկում է սրանց լոգ որպես ռոպագանդիստական քայլ սատարելու նույն Փաշինյանին։ Խաղաղության իմիտացիա են, էլի։ Իմիտացիա չի, սա հստակ գործընթաց է։ Եվ սա իմիտացիա չի, այո, այն մարդիկ, ովքեր գնացել էին Բաքու, ըստ էության աշխատեցին ադրբեջանական ռոպագանդայի օգտին։ Զավեշտ է, գնում են ընդե լսում են ռոպագանդիստական նարատիվները, գալիս էստեղ պատմում են։ Ինձ այնքան հետաքրքիր է նույն կերպ այնտեղի հասարակությունը կամ հանրային դեմքերն են այսպես արձագանքում, ինչպես մեզ մոտ, թե այնտեղ չոր
հանդուրժողականություն կա, հա։ Հանդուրժողականությունը ո՞րն է։ Հայերը եկել են այնտեղ։ Չէ, դե իրանք ինչ է, հանդուրժողականությունը ո՞րն է։ Ասպեն հայերը եկել են։ Իբրև էլի, այսպես հա։ Ղժում են վրեկները, դե լավ, սենց ասենք։ Ղժում են ու դա իրանց վրա չեն ղժում, դա մեր վրա են ղժում, բոլորիս վրա են ղժում։ Եթե մի մարդ թքում է իր արյան վրա, իր ամեն ինչի վրա պատմության եւ իբր խաղաղություն է բերում, ինքը վաղ թե ուշ կանգնելու է իրականության առջև, իսկ իրականությունը այս բaragam շատ վատն է բոլորիս համար։ Խաղաղության կամուրջ, գիտեք, ֆիզիկապես զզվանք հա պարզապես առաջացնում այս աճպարարությունը, էլի հայկական ինքնության եւ հայկական արյան հաշվին, այո։ Զզվանք, ֆիզիկապես զզվանք։ Ուզում ես ասես ինչ եք ուզում, արա մեզանից։ Ինչ եք ես երկրից ուզում, այս ժողովրդից ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում։ Թուրքին տրնգի parելով, մուղամ երկելով բերել մեր դռան դեմը նստացնել ու հետո հեքիաթներ պատմել խաղաղության մասին։ Խաղաղությունը հնարավոր է եւ լինելու է, բայց այս իշխանության եւ տարբեր իրենց այդ սատելիտների paragam չի լինելու, հասկացեք, ֆիզիկապես դա անհնար է, բոլոր առումներով, ասեմ ավելին, պատերազմի, արհավիրքի եւ Հայաստանի ապամոնտաժման միանշանակ այդ գործընթացի գեներացումը հենց իրանք են անում։ Չի կարող, ախր ես չգիտեմ, արդեն էլ ինչ պետք է լինի, որ սա բացատրենք։ Այո, պետք է լինի երկխոսություն թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ։ Բայց երկխոսությունը չի նշանակում կներեք իրենց նարատիվները բերել այստեղ եւ տարածել։ Երկխոսությունը նվազագույն ինքնահարգանք, հա դուք ձեզ հարգում եք։ Դե լավ, չեք հարգում ձեր պետությունը, դե դուք ձեզ հարգում եք, նստում եք հաց եք կիսում այն մարդկանց հետ, ովքեր ձեր արունակից, ձեր կներեք գոնե նվազագույն յան ազգանով երեխեքին սովամահին ենթարկում, արա դուք իրանց հետ նստած հաց եք ուտում։ Դուք հասկանում եք, որ նույնիսկ թշնամու մոտ դուք այդ քայլերով առաջացնում եք նվազագույնը հակակրանք։ Նվազագույն, ես շատ մեղմ եմ ասում։ Դա արդեն չէ, թշնամին անգամ թշնամուտի հարգի չէ, հարգանքն էլ չկա բավական։ Ասում 300,000 չեն բնակեցնի։ Այսինքն իրանց համար օքեյ է, հա, որ 100,000 բնակեցնեն։ Անգամ 10,000։ Առախաղ։ Չէ, հետարքիր է ինձ բարձր, օքեյ է իրանց համար։ Դե օքեյ կլինի ոմանց համար, կասեն սա երկխոսության շրջանակում է։ Կասեն արդեն ինչ է, արդեն իսկ ասում են, նախապատրաստում են, չէ ժողովրդին։ Հարևանություն ասում են, դե մենք ապրել ենք սովետի ժամանակ։ Այն սովետի ժամանակ, որ պարբերաբար հայերը կներեք այն իրավիճակի մեջ էին ընկնում, իմիջիալոց Բաքվի ջարդերից առաջել էին ասում, ես Սումգայիթում ջարդեր եկա, իմ շատ սիրված Բաքվի հայերը չէին հավատում, ասում են, չէ ոնց կարա վերևի հարևան Տոֆիկը կացնով իջնի մեր տուն։ Ու իջնում էր Տոֆիկը։ Իջնում էր։ Ոչ մենակ այդտեղի չավ, Հունգարիայում չի չավ, կացնահարեց։ Էդ էլ հո Ադրբեջանում չէ։ Սարսափելի է ուղղակի, ես չգիտեմ։ Ժորժ ջան, կրկնում եմ, այս ընտրությունները Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Ադրբեջանի միջև է։ Ուզում եք ապրեք Արևմտյան Ադրբեջանում, ուրեմն մի գնացեք ընտրության։ Չեք ուզում ապրեք, գնացեք գոնե նվազագույնը, չգիտեմ, հարգելով ինքներդ ձեզ, մեզ բոլորիս։ Գնացեք եւ ձեր խոսքը բարձրացրեք։ Ձեր նվազագույնը ինչա 20 րոպե ժամանակ եք ծախսել։ Համենը 20 րոպե որոշվում է երկրի ճակատագիր։ Միանշանակ ու չմտածեք Ժորժ ջան, ամեն ինչ լավ է լինելու։ Այն առումով ամեն ինչ լավ է լինելու, ով համարում է հայ ժողովրդին անմեղ սունակ, հա, մսած ու մատաղանելու թուրքի ոտի տակ գլուխը պատով է տալի 1000 անգամ։ 1000 անգամ։ Այո, ես գիտեմ, որ սխալվում են նրանք, ովքեր համարում են, որ մենք լրիվ ապուշացել ենք եւ հիմա բերաններս բաց պետք է սպասենք, երբ կգան մեր կներեք տուն տեղը ձեռներիցս խլեն լավագույն դեպքում էդի ճակերտներում։ Վիզներս հետ կտրեն գցեն միան։ Հետո սրանք էլ փախտեն իրանց Եվրոպաներում, Բուդապեշտներից, Փարիզներից, Լոնդոնից մեմուարներ գրեն, ինչի համար իրանց մոտ չի ստացվել։ Օթանավը ասում են, չէ՞, կարծեմ միշտ գազ պատրաստ է։ Սարսափելի է ուղղակի։ Շնորհակալ եմ, պարոն Աբովյան։ Խնդրեմ։
Շարունակեք հետևել մեզ բոլոր սոցիալական հարթակներում, միացեք մեր Patreon-ին շաբաթվա անցուդարձից, առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։